Երևանում նոյեմբերի 30-ին մի քանի 100 քաղաքացիներ շնչառական սարքերով և դիմակներով երթ անցկացրին։ Նպատակը օդի աղտոտվածության խնդրի բարձրաձայնումն է։ Երթի մասնակիցների խոսքով միակ ֆիլտրը, որը պաշտպանում է օդի աղտոտվածությունից, ծառերն են, որոնք հատվում են Երևանում։ Մեզ շատ ավելի մեծ քայլեր են պետք, իսկ մեր ընտրված պաշտոնյաներից պետք է պահանջենք հաշվետվողականություն, որովհետև ակնհայտ է, մենք ուզում ենք, որ նրանք շատ ավելին անեն։ Մենք հասկանում ենք, որ պատասխանատվության մեծ մասն ընկնում է իշխանությունների վրա, քանի որ ծառերի անընդհատ հատումները և անվերահսկելի էտումը հակասում են թե առողջ բանականությանը, թե նույն եվրոպական կառույցների հանձնարարականներին։ Մաքուր օդ վանկարկումով երթի մասնակիցները Հանրապետության հրապարակից շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, այնուհետև Երևանի քաղաքապետարան, որտեղ հայտնեցին իրենց մտահոգությունները Երևանի օդի աղտոտվածության մասին։ Մի քանի օր է չեն դադարում քննարկումները Երևանում օդի աղտոտվածության շուրջ։ Հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, օդի աղտոտվածության դիտված ցուցանիշները անբարենպաստ են, այլ ոչ թե վտանգավոր մակարդակի։ Դեկտեմբերի 1-ին Տիգրան Ավինյանը չհերքեց օդի վատ որակը, դա պայմանավորելով քաղաքի աշխարհագրական դիրքով և սեզոնով։